Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված ամենամյա ջահերով երթն այս տարի կրում էր «Մի ուրացիր» կարգախոսը։ Ապրիլի 23-ին ժամը 19:15-ին ջահագիրները Հանրապետության հրապարակից մեկնարկեցին երթը դեպի Ծիծեռնակաբերդ՝ Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հուշահամալիր։ Երթին մասնակցում էին հասարակական, քաղաքական գործիչներ, հոգևորականներ, արվեստագետներ, Ադրբեջանի կողմից ցեղասպան գործողությունների հետևանքով Արցախից բռնի տեղահանված, ինչպես նաև Սփյուռքից ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցներ։ Մասնակիցները կրում էին իրենց եղեռնազոհ նախնիների լուսանկարները, ինչպես նաև Արցախի տեղանուններով պաստառներ, դատապարտելով մեր ժողովրդի հանդեպ կատարված հանցագործությունները։ Երևանի կենտրոնական փողոցներով ընթացող երթին քաղաքի տարբեր հատվածներից միանում էին բազմաթիվ քաղաքացիներ։ Մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին հուշահամալիրի մոտ և բարձրացրեցին այն երկրների դրոշները, որոնք տարբեր տարիներին ճանաչել և դատապարտել են Հայոց ցեղասպանությունը։ Երթի մասնակիցներին հուշահամալիրում միացավ Մայրաթողի արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան arczepiskopos Հովհաննիսյանը։ Սրբազանն իր խոսքում կարևորեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված ջանքերը և դատապարտեց ցեղասպանության ժխտողական դրսևորումները։ Եվ մենք այս բոլոր տարիներին աշխարհից պահանջ ենք ունեցել ճանաչելու Հայոց ցեղասպանությունը ոչ թե փառատելու համար մեր ցավը և մեր կորուստը միայն, այլ դատապարտելու ցեղասպանությունը, որ այլևս ուրիշների կողմից նման ոճրագործություն չկրվի։ Հանուն մեր ժողովրդի հարատևության, անկախ կուսակցական կամ գաղափարական տարակարծությունների, Սրբազան հայրը միասնությամբ հզորանալու կոչ արեց բոլորին, հայցելով 1,5 միլիոն սրբադասված նահատակների բարեխոսությունը։ Երրորդ տարում 1918 թվականին իր առաջին անկախ հանրապետությունը ստեղծեց։ Սա իրողություն է, սա մեր պատմությունն է, սա մեր ուժն է։ Եվ ես հիմա այստեղ այլևս մեր նահատակ սրբերի համար դարձած կեցավայրում խնդրում եմ նրանց բարեխոսությունը և Տիրոջ սերն ու օգնականությունը մեզ բոլորիս, մեր ազգին, մեր հայրենիքին, մեր ժողովրդին և հատկապես մեր երիտասարդ սերունդին, որը մեր այսօրն է և վաղվա օրն է։ Ահավասիկ, այս է մեր վրեժխնդրությունը, լինել ինքնիշխան հզոր երկիր, լինել ժողովուրդ արարող ու ստեղծող, լինել համամարտկային ընտանիքի հավասարազոր անդամ։ Ջահերով երթը 1999 թվականից ի վեր Հայաստանում կազմակերպում և իրականացնում է Հայ հեղափոխական դաշնակցության Հայաստանի երիտասարդական միությունը։